Տեղյակ եք, որ Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում ջերմուկը, գինիները, մեր գյուղատնտեսական ապրանքները, ու ինչ ելք եք տեսնում այս իրավիճակից։ Գյուղացու համար շատ դժվար կլինի, բնական է, ինքը խոսքի ասեք ապրանք է, արել ես, հասրել ես, որ պետք է արդեն արտահանվի կամ ասենք հանես վաճառքի ու մնա։ Բնական է գյուղացին շատ ուշ կկրի, ցավը տանեմ, թե չէ ուրիշ ասենք լավ կլներ, որ ասենք մեր ղեկավարությունը միջամտեր ինչ-որ մի բանով ժողովրդին օգներ, հասներ, ձեռք գցեր, որ մենք կարողանայինք առաջ գնանք, թե չէ որ ասենց խոսքի որ վերցնենք ապրանքդ արել ես ու չհասցնես, չկարողանաս դուրս անես կամ խոսքի շուկայում վաճառես, բնական է գյուղացին վարի կգնա։ Если որ ջելա դուրս ջելա ոնց անելու մեռնեմ ջանիդ։ Չի լինելու ախպեր, չեն կարա ժողովուրդը չեն կարա։ Հենա ճանապարհները փակել են, դե այդ սաղ ամեն չմնում փջանում է։ Համ Հայաստանի քաղաքացի եմ, համ Ռուսաստանի։ Ինչ համար եմ Ռուսաստանի քաղաքացի, օգուտներ եմ քաղել, ունեցել եմ հնարավորություն, աշխատել եմ, ժամանակին գնացել ենք, եկել ենք, այս որ սարքել ենք, արել ենք, սաղ այդտեղի եկամուտն է։ Ճիշտ է խոսանք։ Մենակ այստեղ մնալով ես չէի կարա արդյունքի հասնեի կամ ասենք բան։ Դուրս են գնացի, աշխատել ենք, բերել ենք մի եկամուտը, մեր ընտանիքը, մեր երեխեքը ոնց ասում տուն տեղը սարքել ենք, մեռնեմ ջանիդ։ Թե չէ ասենք առանց դուրս գալու հնարավոր չէ։ Ռուսաստան մեր ճիշտ է, հարցեր կա կարող ասել չեն, բայց մեր եկամուտը հենց Ռուսաստանից է գալիս։ Ռուսական շուկան մեր համար ամեն ինչ էր։ Ռուսական շուկայից հրաժարվելը ճիշտ վերաբերմունք չի, ճիշտ մոտեցում չի։ Ինքը իր համար մեր համար Ռուսաստանը մեծ շուկա է։ Դա միանշանակ։ Պարզ է, որ լավ բանի չի բերի, եթե մենք հրաժարվենք Ռուսաստանից։ Ռուսական առևտրից էլի, ոչ թե Ռուսաստանից։ Ռուսաստանի այդ առևտրը կարևոր է բոլորիս համար։ Պետք է մտածեն էլի։ Ոսկե միջինը այսօր չի երևում որն է։ Ոսկե միջինը չկա, որ կանգնես այդ մի ուղղության վրա ու գնաս։ Երկու ուղղությամբ գնացողն էլ ասում են շաշա։ Հիմա ոչ ընդեղից ձեռքաշել հրաժարվել ձեռնատու ոչ էլ այն կողմի վրա մեծ հույսեր կապել է, սրադրությամբ մեծ հույսեր կապել հնարավոր չի։ Մեր համար շատ վատ է։ Եթե իմ բերքը չգնաց, իմ համար շատ վատ է։ Մեր հույսը մենակ Ռուսաստանն է, որ փակել են, всё մենք բրցանք։ Էսա իմ գործը էսա, շոկ լինի, ինչ լինի, ես էսի 40 աշճան շոկի տակ եմ եկել դզես մարգերը։ Ես հիվանդ մեր եմ պահում, իր երեխա եմ պահում, ախպերս։ Երեկվա կլուբիկներն ինչ էլան, 5000-ից փոխարինական ինչքան ծախսեն ներդրել այդ կլուբիկի վրա, աճեցրել էին, որ բարձենք այդ հրահասներ Ռուսաստան։ Հիմա այդ ցախ փչվավ էտի, դրա վարկերնով է փակելու այդ մարդկանց։ Սննկացան այդ մարդիկ։ Պարտքեր տակ մնացին, նույնը բոլորի հետ է կատարվելու։ Այն որ խաղը արտադրում են, նր վիճակին չարելու է, սա խաղը ընդունելու ժամանակա գալու, չեն ընդունել այդ խաղը, որտեղ մեր կոնյակը չի ընդունում, կայնացան, դե 40, ասես 40 կայնացում չեն տողում ասեն։ Հետ է գալու նորից Հայաստան, ուր ենք տանելու այդ կայնյակը, Ֆրանսիա, թե Եվրոպա ենք տանելու, Եվրոպա ընդունել է մեզնից այդ կայնյակը, չի ընդունելու։ Մեր ոչ մի ալկոհոլը չի ընդունել, իրանք մեզնից լավն ունեն։ Միայն սննկացում կլինի։ Գնաճը կբարձրանա, մարդու ապրելակերպը կվատանա, եթե ամիսը 5 կիլո միս էր առում, այս անգամ կառնես 1 կիլո, եթե տարին 2 զույգ կոշիկ էր առում, այս տարի այս անգամ կառնես ոչ մի զույգ։ Այն որ ասում 10,000 ավելացրել եմ, սենց լավ կապրեք, 10,000 ավելացրել է, 40-50 հազար թանկացրել են։ Հիմա այդ 10,000 օգուտ տվել է թոշակառուին, չի տվել։ Տենց հեշտ չի։ Ես չգիտեմ, հիմա Եվրոպան կընդունի, մեր ապրանքը չընդունի, բայց Ռուսաստանի հետ մենք լավ էլ աշխատում էինք։ Ինձ թվում է կբացեն էլի, տենց չի մնա։ Առևտուրը կլինի։ Ես արտադրում եմ կարտոշկա, պամիդոր, բիբար, էլ ինչ ասեմ։ Լավ, մնացողները չասեմ։ Ատանք որ չթողեն դուրս հետ, հա, ես չեմ կարա դուրս տանեմ։ Այն տարողին էլ չեն թողում որ դուրս տանեմ, մեր ապրանքը ոնց է ծախվելու։ Ես այդքան ծախսեմ արել, ես իմ ծախսը չեմ կարա հանեմ։ Բայց մինչև այսօր խի չէին մտնում Եվրոպայի շուկա։ Հո այսօր մտնեն Եվրոպայի շուկան կանյակը տանեին, արաղը տանեին, գինին տանեին, ես չեմ արտադրում, այն մյուսներն են արտադրում։ Թող դրանց ապրանքն էլ տանեին։ Ես վատ ձևով եմ տրամադրված